Տառապող մարդու աղոթքը, Դավթի Սաղմոս, հիշատակի համար։ Ով Տեր, քո բարկությամբ մի հանդիմանիր ինձ, և մի խրատիր ինձ քո զայրույթով, որովհետև քո նետերը խրվեցին իմ մեջ, և քո ձեռքը ծանրացավ ինձ վրա։ Իմ մարմնում առողջություն չկա քո բարկության պատճառով, իմ ոսկորներում խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով, որովհետև իմ անօրինությունները գլխիցս վեր բարձրացան, մեծ ու ծանր բեռ են դարձել ինձ վրա։ Խոցերս հոտում ու փտտում են իմ հիմարության պատճառով։ Ես կորացած ու խիստ ցած եմ ընկած և ամեն օր շրջում եմ սգավոր, որովհետև իմ երիկամները լիքն են բորբոքմամբ և առողջություն չկա իմ մարմնում։ Ես թուլացած եմ և սաստիկ փշրված, հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուց։ Ով Տեր, քո առաջ է իմ ամբողջ փափագը, և իմ հառաչանքը ծածուկ չէ քեզանից։ Սիրտս դողում է, իմ զորությունը լքել է ինձ, և իմ աչքի լույսն էլ ինձ մոտ չէ այլևս։ Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցերի դեմ, և իմ ազգականներն էլ կանգնած են հեռու։ Իմ անձը փնտրողները որոգայթ են լարում և անօրինություն են խոսում ինձ համար չարիք ուզողները ու նենգություն են հնարում ամեն օր։ Բայց ես խուլի պես չեմ լսում և համրի նման բերանս բաց չեմ անում։ Ես եղա այն մարդու նման, որ չի լսում և որի բերանում պատասխան չկա, որովհետև ես ապավինում եմ քեզ, Տեր, դու պիտի պատասխան տաս, ով Տեր իմ Աստված։ Որովհետև ես ասացի, թող չուրախանան ինձ վրա իմ թշնամիները, երբ իմ ոտքը սահի, իմ դեմ պարծենան։ Որովհետև ես պատրաստ եմ ընկնելու համար, և իմ ցավը միշտ իմ աչքի առաջ է։ Որովհետև ես միշտ պատմում եմ իմ անօրինությունը և տրտմում եմ իմ մեղքի համար։ Բայց իմ թշնամիները ողջ են և զորավոր, և շատ են ինձ զուր ատողները։ Բարու փոխարեն ինձ չար հատուցողները հակառակվում են ինձ, որ ես չարի փոխարեն հետևում եմ բարուն։ Մի լքիր ինձ, Տեր, ով Տեր իմ Աստված, մի հեռացիր ինձանից։ Շուտ արա, որ ինձ օգնես, ով Տեր իմ Փրկիչ։